Սելա վադագիցներ, սելա յորտիներ, գողջունենք ձեզ բոլորդ բերբրչին դեր Հիսուս Քրիստոսի բադվական անունով։ Գողջունենք բոլոր անոնք, որոնք գեդևին մեզի համացանցի միջոցով եւ գամ ICF-ն Get TV-ի միջոցով։ Ուր որեք աշխարհի ովևէ մեկ անգյուն Աստված օրհնեցես, առողջ բահե եւ հատկապես հավատքով բահեցես։ Շարունակեցեք աղոթել աշխարհի դարբեր երկիրներ դակնու վրայություն հատկապես միջին արևելք թողդերը ողորմի եւ խաղաղության աչով խաղաղություն հաստատե։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի։ Ժամը 9:40 անցանքներեն լեզվով, ժամը 11 հայերեն լեզվով։ Անցնող շաբթվան մեջ մեր եկեղեցի ընտանիքներն Մանուկյան ընտանիք իրենց մայրը ֆիզիկապես գործընծուցին, հավիտենական կյանքի հույսով իդերն ընչեց, այսին Վահե Մանուկյանին մայրը Նվեր Մանուկյան, հուղարկավորության պաշտամունքը դերի պիտի ունենա մարտ 24, երեք շաբթի մարտ 24, գեսօր ժամը 12:30 Ֆորեսլոնի ջերմակ եկեղեցին մեջ, երեք շաբթի մարտ 24։ Սի անգախ մեր ծրագիրները մարտ ամսվան մեջ կյամփարև ունի դիգիներու համակումար, իսկ այլ մարդիկ ապրիլին, այլ մարդոց համակումար, եւ անոնց միջև ունինք ձարգազարդի պաշտամունք մարտ ամսվա վերջի գիրագին, եւ ապա ավակ շաբաթ, եւ ավակ շաբթվան մեջ ունենք 5 շաբթի, ավակ 5 շաբթի Սուրբ հաղորդություն եւ ապա սիրո ընթրիկ, եկեղեցու սրահեններս, գիրագի հարության դոնի արևածագի պաշտամունքը վրդուգո парքի մեջ ժամը 7-ին, բայց անշուշտ մեր երդասարտները 6-6:30 հոնգլան, որովհետեւ թիմավորեն մեր ժողովուրդը ժամը 7-ին եւ ժամը 11-ին մեր հարության դոնի պաշտամունքը եկեղեցու մեջ։ Այդ օրենքներն լեզվով պաշտամունք ունենք, երկու խումբերը միասին գամախմբվին ժամը 11-ին։ Եվ ապրիլ ամսվան մեջ գունենանք հիշելով մեր նախահայրերը գունենանք արյան դվչություն, blood drive, ապրիլ 19-ը եկեղեցու սրահեններս Արաբոդյան ժամը 9-ն սկսյալ գրնակ իրենց վեբսայթի երթալ եւ ֆոն արձանագրել ժամացությունները տնել, որովհետեւ նաեւ օգտակար լանք ինգածիմը, դգարիմը, հիվանդիմը հիվանդանոցի մեջ։ Մայիս 1-2-3 ընտանեկան համակումար։ Ընտանեկան համակումար մեծ բզդիկ չափահաս բադանի եւ այս ընտանիքը կյամփարևի մեջ դերգամի մարամասնությունները ցեզի Եգոր Գիրագի գսենք արդեն բացաստվեցեք որբեսի միասին փախտանք այս ընտանեկան համակումարի կծով կյամփ արևի մեջ Էյմեի ամեն տարի գունենա internship ծրագիրը Հայաստանի մեջ երդասարտական ծրագիրն է եւ այս տարի Նաև Ֆրանսիայեն երդասարտներ պիտի միանան այս ծրագրին։ Հետևաբար բոլոր մեր երդասարտները հրավիրված են, անոնք որոնք կուզեն մասնակցել այս ծրագրին գրնան EMA-ի գայքեչի երթալ եւ ֆոն արձանագրվել եւ որ մեր այդ ծրագիրները կշարունակվի։ Ասիկա պիտի լա հուլիսի ամսվան մեջ Հայաստան։ Անշուշտ աշկերույթ ունենք դերգամի հոկտեմբերի առաջի շաբաթով աղոթքով պատրաստվեցեք, ներկա եղեք եւ մինչ այդ ասենք թե մայիսին մայրեր օրվա հadouk նախաճաշը գա, հայրեր օրվան կան, բայց հաջորդին նաեւ այդ մարամասնությունները նաեւ ցեզի կդրվին։ Այս բոլորին մեծ սիրելիներ աղոթող եղեք եկեղեցին համար։ Աղոթքը հրաշքներ կնե։ Հավատքով եղած աղոթքը կպատասխանվի։ Եկեղեցին եւ եկեղեցու բոլոր ծրագիրներուն համար աղոթող եղեք։
եւ ովևէ մեկադեն աղոթքի գարիկը հաջեցեք դերյակ բահել, որովհետեւ բոլորս աղոթքի գարիկ ունենք։ Այս հավատքով այսօր կանցնենք Աստուծո խոսքին եւ մեծ բահքի երրորդ գիրակին։ Մեծ բահքի այս երրորդ գիրակին Հովանու ավետարան 4-րդ գլուխ 13 եւ 14-րդ համարներուն մեջ Տեր Հիսուս գսե. Ամեն ով որ այս ճուրեն խմե, նորեն պիտի ծարավի, բայց ով որ խմե այն ճուրեն, որ ես անոր պիտի դամ, հավիտյան պիտի չծարավի։ Այն ճուրը, որ ես անոր պիտի դամ, պիտի ըլլա անոր ներսիտին ճուրի աղբյուրը, որ հավիտենական կյանքի համար կփխի։ Իսկ 23 եւ 24 համարներուն մեջ կգարտանք։ Բայց ժամանակ պիտի կա ու հիմա է եւ ճշմարիտ երկրպագողները, իսկապես պաշտամունք ընողները, երկրպագություն պիտի ունեն հորը, պիտի պաշտեն Աստված, հոգիով ու ճշմարտությունով, վասնզի հարնալ իրեն այնպիսի երկրպագողներ կուզե։ Աստված հոգի է, եւ իրեն երկրպագողներն ալ պետք է որ հոգիով, ճշմարտությունով երկրպագություն ունեն։ Ամեն։ Սիրելիներ, մեծ բահքի այս երրորդ գիրակին գանցադառնանք ծարավութենե երկրպագություն։ Հիշեցնեմ ձեզ, առաջի գիրակին անաբատներ, երկրորդ գիրակին լեր եւ երրորդ գիրակին այսօր գանցադառնանք ծարավություն եւ ծարավութենե երկրպագություն։ Վստահ եմ ամեն մեկս փորձառությունը ունեցած ենք ծարավը լալու։ Բայց չունենք բացատրելու ինչ կնշանակե ծարավը լալ, ծարավություն։ Բայց եթե փառանին երթանք կտեսնենք ծարավություն կնշանակե փանիմը գարոտ, որ ծարավությունդ հակեցնես։ Եվ անշուշտ այս մեկը իրական է թե ֆիզիկապես եւ թե հոգեվորապես։ Օրինակի համար եւ ծարավես առաջի բանը ճուր կուզես։ Ովևէ մեկ հեղու գալ չես ուզեր, ճուր կուզես ծարավությունը հակեցնելու համար։ Եվ ճուրը կխմես, ավելի կթեթևնաս, ծարավությունդ կթեթևնա։ Նույն է բարական հոգևոր կյանքին համար, որ այսօր պիտի անդրադառնանք այս ուղղության։ Առաջին ծարաված հոգին աղաղակը։ Եվ ասի առնված է գարնենք Ելից կրկեն 17-րդ գլուխ։ Ելից կրկին 17-րդ գլուխին առաջին 7 համարներուն մեջ գտեսնենք ժողովուրդը, որ ազատագրված էին Գարմիր ծովուն մեջ են։ Ազատվեցան Գարմիր ծովու մեջ են անցնելով եւ շատ չանցած անաբադին մեջ, Ռափիդիմի անաբադին մեջ գծարավին։ Խմելու ճուր չի գա։ Հետաքրքրական է, ժողովուրդը հրաշք դեսած անցավ, հազիվ գծարավի կսկսի դրդնչալ, կանգադիլ։ Եվ կգարտանք, ժողովուրդը Մովսեսին հետ վիճեցավ ու ըսավ, ինչու համար մեզ Եգիպտոսեն հանեցիր, մեզ ու մեր որդիները և մեր հոդերը ծարավեն պիտի մերցնես։ Սիրելիներ, անաբադը աստվածաբանական օրեն, միայն աշխարհագրական վայրը չէ, անաբադը հոգևոր դասարան մն է։ Աստված երբեմն իր ժողովրդին գարդոն է չոր և անաբադային դեղեր, որպեսի հայտնվի
մարդոց սրտին մեջ ինչ կա։ Հատվածին մեջ կտեսնենք Մովսես քորեփի ժայռը գզարնե ջուր գհոսի, որովհետեւ ժողովուրդը խմե։ Հետաքրքրական է նոր գդակարանին մեջ Բողոս Արաքյալ գսե ամենքնալ Գորընթոսի ուղված նամակին մեջ, առաջին նամակին մեջ 10-րդ գլուխ։ Ամենքնալ նույն հոգևոր խմելիքը խմեցին։ Վասնզի գխմեին այն հոգևոր վեմեն, որ անոնց հետ գերտալու այն վեմը Քրիստոսն էր։ Ուրեմն անաբադի ժայռը ծևով մը գմատնանշե Քրիստոս։ Զարնված, որբեսի գենթանի ջուրը հոսի։ Պատկերացուցեք անաբադի մեջ գործված ջամփորդը եւ իր կրբանները ոսկիով լեցուն։ Անաբադին մեջ ամեն բան գուտա, ունեցած ոսկին գուտա, կավատը բաժակը ջուրի համար։ Անաբադին մեջ։ Սելներ նույնպես մարդը արտածը գրնա ունենալ հաջողություն, գրնա ունենալ թիրք, փառք, հարստություն, զորավոր գաբեր, հարաբերություններ, բայց առանց Աստուծո իր ներսիտին կմնա չոր եւ ծարավ։ Եվ ինչ է մեր վիճակը այսօր։ Ինչ մարզի մեջ ծարավ ենք։ Անգլերենով գսեն ինչ մարզի մեջ dehydrate եղած ենք։ Երկրորդ։ Շնորհքը, որ առանց արժանի լալու կհասնի մարդը արտածին, առնված Բողոս Արաքյալի նամակեն ուղված հռոմայացիներուն եւ 5-րդ գլուխին առաջին 11 համարներու մեջ Բողոս Արաքյալ գանցատարնա մարդը արտածի հավատքով արդարացած լալուն 6-րդ համարին մեջ հետեւյալ հայտարարությունը, ճշմարտությունը կհայտնե։ Գսե, վասնզի երբ մենք դեռ դգար էինք, հարմար ժամանակին Քրիստոս ամփարիչներուն համար մեռավ։ Դգար էինք, մեղավոր էինք, Հիսուս մեռավ։ Քիչ առաջվա գեդին մեջ, առաջին գեդին մեջ կտեսնենք Աստված ժողովրդին ջուր չտվավ, երբ անոնք դարձեցան դրդնչալը, անոնք կդրդնչային դագավին, կկանկադեին, Աստված ջուրը տվավ։ Հոս կտեսնենք նույնը, Աստված չսպասեց, որ մարդկությունը արդարը լա, որպես իր միածին որդին ղրկե։ Հիսուս խաչվեցավ, դագավին մարդ մեղքի մեջ էր։ Եվ կտեսնենք աստվածաբանական հիմնական թեմաներ, որ առաջինը արդարացում հավատքով։ Հավատացյալը արդար կհռչակվի ոչ թե իր չանքերով, այլ Քրիստոսին որպես դեր եւ փրկիչ ընդունելով, վստահելով։ Երկրորդ կետը կտեսնենք խաղաղություն Աստուծո հետ։ Հունարեն բնակրին երբ երթանք խաղաղությունը իրեն է ամբողջություն կնշանակե։ Խաղաղությունը ամբողջություն կնշանակե։ Այսինքն վերականգնված հարաբերությունը եւ ամբողջացած կյանքը։ Եվ կտեսնենք նաեւ հույսը, որ ամոթով չի ցկեր։ Սելներ դարաբանքը ծնունդ գուտա համբերության, համբերությունը փորձառության, իսկ փորձառությունը հույսի։ Ուրեմն մեծ բախի ժամանակաշրջանը մեծ վերականգնությունին գիհիշեցնե թե դարաբանքը անիմաստ չէ, դարաբանքը փոխագերբող է, գփոխե մեզ։ Ինչպես գիտեք, ածխածինը ջնշումի տակ գտարնա ատամանդ,
կարբոնը, ածխածինը։ Նույնպես փորձությունները հավատացյալը չեն գործաներ, փորձությունները հավատացյալը գմաքրեն, գսրբեն, գզդեն։ Ինչ է մեր վիճակը։ Մեր ամենօրյա փորձություններուն մեջ գանցնվինք, թե ավելի գզորանանք, թե ավելի գվստահենք։ Երրորդ օրինակը Սամարացի գինը գտեսնենք ծարավը կհանդիպի կենդանի ճյուրին։ Հովանու ավետարան 4-րդ գլուխ։ Գտեսնենք դեռ Հիսուս Սամարիայի մեջ Հակոբի ջրհորին մոտ կհանդիպի Սամարացի կնոջը։ Եվ այս գինը շրջապատեն դուրս ցկված, փարոյաբես ինգած գոդրված, հոգեբես ծարավ։ Անշուշտ այս հանդիպումով քանի պատնեշներ կքանթվին։ Չեր բադահած հրյա և Սամարիացի հանդիպին, դղամարդ և գինմը, ռաբի, ուսուցիչ և մեղավորը։ Եվ դեռ Հիսուս կնգանգսե ամեն ով որ այս ջուրեն խմե նորեն պիտի ծարավի։ Բայց ով որ խմե այն ջուրեն, որ ես անոր պիտի դամ, հավիտյան պիտի չծարավի։ Եվ խոսքը տեսնենք աստվածային նախաձեռնությունը։ Դեռ Հիսուս պետք էր որ անցներ Սամարիայեն, ոչ թե աշխարհակրական իմաստով, այլ Աստուծո նախախնամությամբ, նախաձեռնությամբ, Աստուծո ծրագրով։ Գտեսնենք կենդանի ճյուրի մասին կխոսի։ 5 դարանի մեջ կենդանի ճյուրը կնշանակե թարմ ճյուր, հոսուն ճյուր։ Եվ հոգևոր առումով կխորհրդանշե Սուրբ Հոգին, ինչպես որ կտեսնենք Հովանու ավետարանին մեջ։ Եթե մեկը ծարավ է, թող ինձի կա գսե Հիսուս։ Թող ինձի կա և խմե։ Ան որ ինձի հավատա, ինչպես գիրքը գսե, անոր փորեն կենդանի ճյուրի կեդեր պիտի պխին։ Եվ այս ասավ Սուրբ Հոգին համար։ Վասնզի Սուրբ Հոգին դրված չէր դագավին, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր։ Եվ ապա գտեսնենք իսկական, իրական, ճշմարիտ երկրպագություն։ Ոչ այս տեղան վրա, ոչ ալ Երուսաղեմի մեջ երկրպագություն պիտի նկատի, ճշմարիտ երկրպագողները հոգիով, ճշմարտությունով պիտի պաշտեն։ Այսինքն պաշտամունքը, երկրպագությունը, փառք տալը սահմանափակված չէ այլևս, այսինչ վայրին մեջ միայն գրնաս փառք տալ, այլ ճշմարիտ երկրպագությունը կենտրոնացած կլա մեկ անձի Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Ուրեմն այս 3 հատվածներում գաբը ինչ է իմը. Ելից գիրք, Հռոմեացիներուն նամակ և Հովանու ավետարան։ Ելից գրքին մեջ կտեսնենք ֆիզիկական ծարավություն։ Հռոմեացիներուն նամակին մեջ կտեսնենք հաշտված կյանք։ Հովանու ավետարանին մեջ կտեսնենք հավիտենական բավարարություն։ Ելից գրքին մեջ կտեսնենք ժայռը զարնված։ Հռոմեացիներուն նամակին մեջ Քրիստոս խաչված։ Իսկ Հովանու ավետարանին մեջ կենդանի ճյուր առաջարկված։ Ելից գրքին մեջ կտեսնենք դրդնչացող քանքադող ժողովուրդ։ Հռոմեացիներուն նամակին մեջ կտեսնենք ամփարիշներ, մեղավորներ։ Հովանու ավետարանին մեջ կտեսնենք փնտրող գինը։ Եվ այս 3-ը կողքովի տնելով կտեսնենք ելից գրքին մեջ Աստված ճյուրը տվավ դագավին ժողովուրդ քանքադի մեջ։ Դեռ Հիսուս խաչվեցավ դագավին մեղավոր աշխարհ։ Իսկ Հովանու ավետարանին մեջ կենդանի ճյուրի աղբյուր։
Եվ այս երեք պատկերները մեկ բառ շնորհք։ Շնորհք։ Աստված շնորհք կնա, Աստված գշնորհե, գբարգևե, գաբահովե, նախքան մենք անոր արժանելանք։ Աստված գհետաբնթե նախքան մենք խնդրենք, եւ Աստված գուտա նախքան մենք հասկանանք։ Ուրեմն մեծ բախքը ծարավի եղանակ ու շրջան մնե, հավատացյալը հարմարութենե գհրաժարի ոչ թե ինքզինք բաժջելու համար, այլ որբեսի դարձյալ վերակտնե, թե ով իսկապես իր ծարավը գհակեցնե եւ գփավարարեսինք։ Ուրեմն եկեք հիմա անձնակնություն մնենք։ Հոգևորապես ինչ մարզի մեջ ծարավ եմ եւ կամ չրազրգված եմ, dehydrated եմ։ Հոգևորապես ինչ մարզի մեջ ես dehydrated եմ այսօր։ Ինչ դեսագի չրհորները չուր գխմեմ, բայց դարձյալ ծարավ գմնամ։ Եվ երրորդ քննությունը զաստված գփորձեմ թե գվստահիմ Աստուծո։ Լսած եք այս քյուրիմը մասին, որ երաշտի մեջ էր, չոր երաշտ անցև չէ եկած։ Եվ ժողովուրդը ամեն օր կհավաքվի անցևի համար աղոթելու։ Ամեն օր գերտան աղոթ կնեն, որ անցև կա։ Եվ օրերեն մեկը փոքրիկ մը ձերքին հովանոց մը գուկա աղոթքի։ Միայն այս փոքրիկներ, որ անցև կսպասեր, հովանոցով եկած, թե աղոթքը պիտի պատասխանվի։ Այս է հավատքը սիրելիներ։ Սամարացի գինը չրհոր եկավ ջուրի համար, բայց չրհորեն հեռացավ ինքն իր ներսը չրհորմը ունենալով։ Եզապագենք։ Ավասիկ մեծ բախքի երրորդ կիրակին ենք։ Եվ դեր Հիսուս գոչ կնե։ Եթե ծարավ ես, եկուր ինձի։ Եթե հոգնած ես, բեռնավորված ես, եկուր ինձի։ Եթե մեղքերով ծանրաբեռնված ես, եկուր ինձի։ Եթե հիվանդ ես, հուսահատ ես, ցավերու մեջ ես, եկուր ինձի։ Եթե անարժան գսկաս, եկուր ինձի։ Եթե սիրված չես զգար, եկուր ինձի, որովհետև ժայռը զարնված է, խաչը բարձրացած է, Սուրբ Հոգին դրված է, եւ դեր Հիսուսի հրավերը դագավին այսօր իզորու է։ Եթե մեկը ծարավ է, թող ինձի գա։ Աղոթենք։ Մեր Տերը մեր Աստվածը յուրաքանչյուրս բանի մեջ ծարավություն ունենք եւ քեզի գուկանք։ Դեր թող Սուրբ Հոգիդ լեցնե, առաջնորդե, զորացնե, ուր միմիայն քու Սուրբ Հոգիովդ կրնանք հագենալ եւ բավարարվել։ Քու շնորհքդ հերիք է մեզի, այս հավատքով հաստատ պահե, քու փառքիդ համար։ Ամեն։ Գրավիրենք ցես բոլորդ միասին երգելով աղոթենք մեր Տերոջ սորվեցած աղոթքը։
Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանե ձեզ, հիմա եւ միշտ հավիտյանս ամեն։